Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի Նոա Սիգմա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցավ մի անընդունելի միջադեպ։ Հյուր թիմի երկրպագուները հրահրեցին կոնֆլիկտ, որի արդյունքում տուժեց թե մարզադաշտի գույքը եւ որն էլ ավելի կարեւոր է, տուժեցին երկրպագուներ։ Մեզ համար գերկարևոր է ապահովել անվտանգ ֆուտբոլ բոլորի համար սկզբունքը եւ խաղին հաջորդող առավոտից ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը հանձնարարեց թիմին նախագծել եւ կառուցել պաշտպանական շերտեր։ UEFA-ում այս պահին քննարկվում է լեհ երկրպագուների նկատմամբ գործող արգելքը, կկարողանան նրանք գալ Հայաստան թե ոչ։ Կոնստրուկտորական թիմին հանձնարարվել է հաշվարկելու միաժամանակյա 200 ֆաների ուժի ներգործությամբ պատնեշի դիմակայելու հնարավորությունը եւ ստացել ենք այն, ինչ մեր հետևում հիմա տեսնում եք։ Նաեւ ավելացրել ենք հայաստանյան պրակտիկայում նմանը չունեցող բան, պատնեշի արանքով օրգանական հաղճապակի օրգստեկլո կոչվածն ենք ավելացրել, որը կանխարգելելու է ճայթուկների եւ պիրոտեխնիկայի օգտագործումը ֆան ակումբներից։ Սա ոչ թե մեկ խաղի, Նոա Լեգիա խաղի համար է, այլև առաջիկա բոլոր այն հանդիպումների համար է, որտեղ կլինեն հյուր թիմի երկրպագուներ, որպեսզի թե մեր հայ երկրպագուները, թե հյուր թիմերի երկրպագուները, թե ֆուտբոլիստները եւ թե խաղի կազմակերպիչները վայելեն ֆուտբոլը ապահով միջավայրում։ Ֆուտբոլային ակումբի հիմնադրի կողմից որոշում է կայացվել, որ այս ծախսը անհատույց տարբերակով կատարվի եւ նվիրաբերվի ֆուտբոլի ֆեդերացիայի, մասնավորապես հանրապետական մարզադաշտին, հետագայում Հայաստանի հավաքականի, ազգային հավաքականի խաղերը ավելի անվտանգ ապահովելու համար։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այսօրը դեկտեմբերի 11-ը կարող է դառնալ պատմական Հայաստանի ակումբային ֆուտբոլի համար, քանի որ հաղթանակը կապահովի մեզ ուղեգիր դեպի փլեյօֆ։ Հրավիրում ենք բոլորիդ մարզադաշտ լինելու թիմի կողքին եւ աջակցելու։